Ողջույն, այսօր խոսելու ենք հայ գրականության ամենահետաքրքիր դեմքերից մեկի Նարդոսի մասին։ Գիտեք, նրա կյանքն ինքնին մի վեպ է, լի պայքարով, իսկ գրիչը գործիք, որով նա կարծես վիրահատում էր մարդկային հոգին, բացահայտելով դրա ամենախորը շերտերը։ Դե ինչ, եկեք միասին սուզվենք նրա աշխարհը։ Եվ ահա նա, Նարդոս, կամ ինչպես իրականում նրա անունն էր Միքայել Հովհաննիսյան։ Եկեք մի պահ ուշադիր նայենք այս դեմքին, որովհետև այս հայացքի հետևում մի անհավանական պատմություն է թաքնված, որը մենք հենց հիմա կբացահայտենք։ Դե ինչ, եկեք տեսնենք, թե ինչ ուղի ենք անցնելու միասին։ Կսկսենք ամենասկզբից, նրա համեստ ծագումից, կտեսնենք, թե ինչպես նա լրագրությունից հասավ մեծ գրականություն, կխոսենք նրա ստեղծագործության կարևոր թեմաների մասին, կհասկանանք, թե ինչպես դարձավ հոգեբանական ռեալիզմի վարպետ եւ իհարկե կամփոփենք նրա թողածսկայական ժառանգությամբ։ Մեր պատմությունը մեզ տանում է հին Թիֆլիս, որտեղ բրդավաճառի ընտանիքում ծնվում է ապագա գրական հսկան։ Հենց այստեղ, աղքատության ու դժվարությունների մեջ, բայց նաև անսպառ համառության շնորհիվ դրվեցին նրա ապագայի առաջին քարերը։ Նրա կրթությունը, գիտեք, ուղիղ ճանապարհ չէր, բոլորովին։ Սկզբում ցխական դպրոց, հետո քաղաքային, բայց երբ հասնում է ուսուցչական սեմինարիային, ստիպված է լինում կիսատ թողնել։ Պատճառը շատ պարզ էր՝ փողի բացակայություն։ Պատկերացնում եք, նա նույնիսկ փականագործի արհեստ է սովորում գոյատևելու համար։ Ամեն մի փակ դուռ, ամեն մի դժվարություն նրա համար դառնում էր դաս, որը հետագայում պիտի սնուցեր նրա գրիչը։ Բայց փականագործի գործիքները երկար չմնացին նրա ձեռքերում։ Ընդամենը 1 տարի ու վերջ։ Նա մի կտրուկ որոշում է կայացնում թողնել արհեստը եւ իրեն ամբողջությամբ նվիրել գրին, բառին։ Սա մի նոր գլխի սկիզբ էր, որտեղ նա պիտի գտներ իր իսկական ձայնը։ Տարիներ շարունակ Նոր դար, Տարաս, Սուրհանդակ։ Այս թերթերի խմբագրությունները դառնում են նրա երկրորդ տունը։ Սրբագրիչի քարտուղարի աշխատանք։ Սա ոչ միայն ապրուստի միջոց էր, այլև իսկական գրական համալսարան, որտեղ նա ամեն օր աշխատում էր բառի հետ, հղկելով իր վարպետությունը։ Բայց իհարկե, խմբագրության պատերից ներս նրա միտքը չէր մնում։ Նա սկսում է իր ուժերը փորձել նաև գեղարվեստական գրականության մեջ։ Գրում է բանաստեղծություններ, պատմվածքներ, նույնիսկ պիեսներ, ինչպես օրինակ Մեղր եւ ճանճերը։ Սրանք առաջին, դեռևս անհամարձակ քայլերն էին։ Իսկ հիմա եկեք մտնենք Նարդոսի, այսպես ասած, ստեղծագործական լաբորատորիա։ Նրա վաղ շրջանի գործերը հասարակության մի յուրօրինակ հայլեի էին, ցույց տալով քաղաքային կյանքի բոլոր ճաքերը, բարոյական խնդիրներն ու ողբերգությունները։ Նրա հերոսների առջև միշտ մի դաժան հարց էր ծառանում՝ անձնական երջանիկություն, թե պարտքը հասարակության առաջ։ Ճշմարիտ բարեկամը նուն է։ Այս գործերում մենք տեսնում ենք մարդկանց, որոնք զոհաբերում են իրենց սերը, իրենց կյանքը, հանուն ինչ-որ ավելի բարձր հանրային գաղափարի։ Նրա գրիչը, ասեմ ձեզ, բոլորովին անողոք էր։ Սնահավատություն, տգիտություն, դաժանություն, հարբեցողություն, նա չէր վախենում բարձրաձայնել այն ամենի մասին, ինչը քայքայում էր հասարակությունը ներսից։ Նա իսկական սոցիալական քննադատ էր, որը ցույց էր տալիս տգեղ, բայց ցավալի ճշմարտությունը։ Ու սրա ամենավառ օրինակներից մեկը թերևս Աննա Սարոյան վիպակն է։ Մի հայացքի սա ընդամենը մեկ ընտանիքի պատմություն է, որը ֆինանսապես կործանվում է, բայց իրականում Նարդոսը այդ մեկ ընտանիքի օրինակով ցույց է տալիս մի ամբողջ սոցիալական դասի ողբերգությունը, ցույց է տալիս, թե ինչպես են մարդկանց ճակատագրերը կախված հասարակական կարգերի։ Բայց ահա մոտավորապես 1891 թվականից Նարդոսի ստեղծագործության մեջ մի նոր շատ ավելի խորը շրջան է սկսվում։ Սա շրջադարձային պահ էր։ Նրա ուշադրության կենտրոնը տեղափոխվում է։ Լավ, բայց ինչ է ընդհանրապես հոգեբանական վեպը։ Շատ պարզ ասած, դա մի ժանր է, որը դրսի աշխարհից, սոցիալական խնդիրներից ուշադրությունը տեղափոխում է դեպի ներս, դեպի հերոսի հոգին։ Այն ուսումնասիրում է, թե ինչու է մարդն այս կամ այն կերպ վարվում, ինչ է մտածում, ինչ է զգում։ Հենց այս դաշտում էր Նարդոսը դառնալու անգերազանցելի վարպետ։ Դե ինչ, այսքանից հետո բնականաբար հասնում ենք նրա կյանքի վերջին ամփոփիչ փուլին։ Երբ տասնամյակների քնաջան աշխատանքը վերջապես ստանում է իր արժանի գնահատականը։ Հիշեք այս թիվը՝ 1931 թվական։ Տասնյակների անդադար պայքարից հետո գալիս է ճանաչման պահը։
Հայաստանն ու Վրաստանը միասին հանդիսավորությամբ նշում են նրա գրական գործունեության 45-ամյակը։ Եվ հենց այդ տոնակատարության ժամանակ նրան շնորհվում է Վրաստանի ժողովրդական գրողի կոչումը։ Ու սա, գիտեք, ուղղակի մի պարգև չէր, սա պաշտոնական ճանաչում էր այն հսկայական ազդեցության, որ նա ունեցել էր ոչ միայն հայ, այլև ողջ տարածաշրջանի մշակույթի վրա։ Եվ այսպես, ամբողջ այս ուղին անցնելուց հետո մենք կանգնում ենք մի շատ կարևոր հարցի առաջ։ Երբ գրողը մերկացնում է իր հասարակության ամենացավոտ կողմերը, ամենախողը թերությունները, դա ինչ է, քննադատություն, թե գուցե սիրո ամենամեծ դրսևորումը։ Այս հարցի պատասխանի մեջ է թերևս թաքնված Նարդոսի ողջ մեծությունը։